Այսօր հանդիպում ենք Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեքստիլի օր միջոցառման շրջանակում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեքստիլի օր միջոցառման շրջանակում պաշտոնապես բացվեցին պոլիարտ լաբորատորիաները։ Դրանք հագեցած են ժամանակակից կարի և տեքստիլ արտադրության սարքավորումներով, ապահոված են շրջանառու տնտեսության պահանջներին համարժեք արտադրական ցիկլով, ստեղծելով նոր հնարավորություններ ուսանողների համար։ Միջոցառումը բնույթով հաշվետու էր։ Միջազգային ռեկոնոմի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացվել է Mini Industry in T&A նախագիծը, որն իրականացվել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և Helvetas շվեյցարական համագործակցության ֆինանսավորմամբ։ Այս ծրագիրը անվանում ենք Re-Economy, այն իրականացվում է SIDA-ի ֆինանսավորմամբ, շվեյցարական կառավարության ֆինանսավորմամբ և իրականացվում է Helvetas ինտերկոոպերացիան։ Ծրագրի գլխավոր նպատակը ստեղծելն է ավելի լավ աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ կանանց և երիտասարդների համար մասնավորապես։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, շվեյցարական Helvetas ինտերկորպորացիայի աշխատակից Աննա Լացաբիձեն, ծրագրի մասնակիցներ, հյուրեր։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն ընկերություններին կամ այն կազմակերպություններին, որոնք աջակցել են Գյումրիում կրթության զարգացմանը և այս լաբորատորիան, որը քիչ անց բացելու ենք, ևս մեկ քայլ է Գյումրիում կրթությունը ավելի բարձր որակի վրա տնելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու տեքստիլ և հագուստի արդյունաբերության ոլորտում փոքր արտադրությունների զարգացումը, նպաստելով կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը և էկոլոգիապես մաքուր արտադրական միջավայրի ձևավորմանը։ Շվեյցարացի գործընկերների հետ ուրեմն Re-Economy ծրագրի շրջանակներում դեռևս 2 տարի առաջ ունեցանք աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ, որտեղ ներկայացրեցինք խնդիրները, մասնագիտության նկատմամբ ինչ որտեղ նաև պակասը, հետաքրքրությունների զարգացման, այսպես ասած, բացերը, որոնք որ ունենք, ու առաջացավ նաև այսպիսի գաղափար։ Արդյունքում փոխանցեցինք տեքստիլ հմտություններ, կարի հմտություններ, տեխնիկագործության հմտություն, կարպետագործության հմտություն, այսինքն այն բոլոր ուղղությունները, որտեղ կարելի է օգտագործել թափոններից պատրաստել նոր իրեր։ Ծրագիրն ուղղված էր կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խթանմանը, զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները, տնտեսական ներուժն ու հանրային ներգրավվածությունը տեքստիլի ոլորտում նորարար և կայուն լուծումների միջոցով։ Ահագի լավ բաներ ենք սովորել, հիմա տիրապետում ենք կարի մեքենաներին, ջակերին, նաև Minerva մեքենաներին։ Կարողանամ ավելի զարգացնել գիտելիքներս, նոր ձեռքբերումներ ունենամ։ Շուրջ 120 մասնակցի հնարավորություն է տրվել վերապատրաստվել, իսկ 80-ը ստացել են վկայակրեր, ձեռք բերելով տեքստիլի և թվային տեխնոլոգիաների հմտություններ։ Ծրագիրը ունենալու է երկրորդ փուլ, երկրորդ փուլում ներառելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց և ծրագիրը կենտրոնանում է էկոդիզայնի, վերամշակման և ադապտիվ հագուստի ստեղծման ուղղություններով։ Մենք նույնիսկ պատրաստվում ենք փոքր ձեռնարկատիրական նախաձեռնությամբ հանդես գալ, նորարար և ադապտիվ ուրեմն կարիքներ ունեցող մարդկանց համար հագուստի արտադրություն հիմնելու և դա հանրայնացնելու, վաճառելու, արտահանելու։ Նշենք, որ սա շատ լավ հնարավորություն է նաև կրթական մակարդակի բարձրացման ու տեքստիլ արդյունաբերության զարգացման համար, քանի որ նորաբաց լաբորատորիաները ծառայելու են նաև տեղի ուսանողության համար։ Աստղիկ Խաչատրյան, Գևորգ Մելիքյան, Հայկ Կապրելյան այսօր։